Այժմ կամավոր, իսկ 2026 թվականից արդեն աշխատանքի ընդունելու կամ աշխատանքից ազատելու դեպքում գործատուների եւ աշխատողների համար պարտադիր կկիրառվեն էլեկտրոնային աշխատանքային պայմանագրեր։ Այսինքն, եկող տարվանից բացառապես թվային հարթակով է իրականացվելու աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը եւ փոփոխումը։ Էլեկտրոնային հարտակը ներդնելուց էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով կառավարվելու է բոլոր աշխատանքային պայմանագրերը, վարձու աշխատողները հնարավորություն կունենան ճշտել արդյոք իրենց աշխատանքային հարաբերությունները գործատուի հետ արդյոք օրինականացված է ամբողջությամբ կամ գրանցման հայտ հարկային մարմին ներկայացված է, թե չէ։ Սա աշխատանքային պայմանագրերի համակարգն է, գլխավոր էջը, որտեղ երևում են այն փաստաթղթերը, որոնք ստեղծվում են գործատուի կողմից։ Էլեկտրոնային աշխատանքային պայմանագրերի հետ կապված բոլոր գործառույթները գործատուներն իրականացնում են հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով։ Նախ եւ առաջ գործատուն համակարգի առցանց լիազորի անձնական գրասենյակից պետք է համապատասխան լիազորություններ տա այն անձանց, որոնք էլեկտրոնային փաստաթղթերը ստեղծելու, խմբագրելու եւ ստորագրելու իրավասություն ունեն։ Ընդ որում համակարգը հասանելի է հայերեն, ռուսերեն եւ անգլերեն։ Գործատուների համար տվյալ համակարգը հնարավորություն է տալիս ստեղծել աշխատանքային պայմանագրեր, նաեւ աշխատանքի ընդունման եւ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին հրամաններ եւ նաեւ աշխատանքային պայմանագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին համաձայնագրեր ու վերջում դրանք ստորագրել նաեւ։ Համակարգում նախատեսված են պարտադիր դաշտեր, որոնք գործատուն պարտավոր է լրացնել քաղաքացուն աշխատանքի ընդունելիս, իսկ չլրացնելու դեպքում համակարգը ինքնաշխատ հուշում է սխալի մասին։ Բացի այդ, համակարգը հնարավորություն է տալիս արագ եւ հեշտ գտնել ցանկացած փաստաթուղթ։ Աշխատանքային պայմանագրի ցանկացած փոփոխություն այստեղ տեսանելի է, այդ թվում աշխատողին հատկացվող արձակուրդի, վարձատրության, փոփոխության մասին եւ այլն։ Եթե տվյալ աշխատանքային պայմանագիրը ունի նաեւ հավելված, նշում կատարվի, որ արկա է հավելված եւ այն պայմանները, որոնք կարգավորվելու են հավելվածով։ Թվային համակարգը աշխատողների իրավունքների պաշտպանության նպատակով է նաեւ ներդրվել։ Հենց այս հարթակի միջոցով յուրաքանչյուր աշխատող կարող է համոզվել իր աշխատանքի օրինականության մեջ։ Աշխատանքային պայմանագրով սահմանված իրավունքների շրջանակներում վարձու աշխատողը ամբողջությամբ ապահովագրված է, երաշխավորված է իր աշխատանքը եւ հետեւաբար նաեւ գործատուն հնարավորություն չի ունենում իր կամքով առանց համապատասխան հիմքերի աշխատողին ազատել աշխատանքից։ Օրինակ, եթե աշխատողը համաձայն չի եղել աշխատանքային պայմանագրի պայմանների հետ, այստեղ երևում է, որ կարգավիճակը անվավեր է աշխատանքային պայմանագրի։ Իսկ եթե համաձայն է ստորագրված աշխատողի կողմից կարգավիճակի դեպքում արդեն աշխատակիցը համարվում է տվյալ գործատուի աշխատող։ Թվային համակարգից աշխատողները կարող են օգտվել ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով, մուտք գործելով նոր ստեղծված աշխատանքային պայմանագրեր բաժինը։ Հարթակից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ էլեկտրոնային ստորագրություն։ Աշխատանքային պայմանագիրը կամ մնացած էլեկտրոնային փաստաթղթերը սկզբից ստորագրվում են գործատուի կողմից, այնուհետև ծանուցում է ուղարկվում աշխատողին, որ գործատուն ստորագրել է ձեր մասով էլեկտրոնային փաստաթուղթ ու պետք է համաձայնության դեպքում ստորագրել։ Այսինքն տվյալ էլեկտրոնային փաստաթղթերը ուժի մեջ են մտնում այն դեպքում, երբ որ աշխատողի կողմից ստորագրվում են։ Եթե նոր ընդունվող քաղաքացիների հետ գործատուն աշխատանքային պայմանագիրը հաջորդ տարվանից է կնքելու էլեկտրոնային եղանակով, ապա այն աշխատակիցների համար, որոնց պայմանագրերը դեռևս թվային չեն, գործատուները 2026 թվականի հունվարի 1-ից կպարտավորվեն 12 ամսյա ժամկետում դրանք մուտքագրել համակարգ։ Աշխատողներն էլ պարզապես պետք է էլեկտրոնային ստորագրությամբ հաստատեն թվային պայմանագիրը։